Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նախաձեռնած համախմբում կուսակցության համագումարը տեղի կունենա հունիսի 18-ին։ Մինչև 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կուսակցությունը հանրահավաքներ չի անի և փողոցում հրաժարականներ չի պահանջի։ Մեծ զրույցում ասաց կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Գեղամ Նազարյանը։ Մի քիչ աբսուրդ կլինի, երբ որ ընտրությունների մնացել է 10 ամսի կարգ ինչ-որ բան, ինչ-որ նորաստեղծ կուսակցությունը դուրս գա փողոց եւ ասենք անլուրջ պայքարի իմիտացիաներ անի, չէ, ես ասեմ, որ համախմբումը ստեղծվել է լուրջ նպատակներով, համախմբումը նպատակ ունի դառնալ առանցքային դերակատարում ունեցող կուսակցություն, որը իր անվան համաձայն համախմբում փորձելու է համախմբել բոլոր առողջ կարող ուժերին։ Թեպետ կուսակցությունը որպես այդպիսին դեռևս չի ստեղծվել, արդեն կան քաղաքական ուժեր, որոնք ցանկություն են հայտնում համագործակցել։ Մասնավորապես Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը մեծ զրույցում նշեց, որ երկկողմանի հանդիպումների արդյունքում առաջիկայում կորոշվի, թե ինչ ձևաչափով են գործակցելու։ Հիմնադիրների հետ նույն ուղղության վրա ենք, ասում է Հարությունյանը։ Համոզված եմ նաև, որ համախմբում կուսակցությունը ոչ թե ասենք կլինի, որ միայն որպես կուսակցություն, այլ նաև կփորձի իրոք կատարել համախմբման դեր, իրոք սկզբունքային դիրքերում մնացած քաղաքական գործիչների, կուսակցությունների։ Վարդան Օսկանյանը հերքում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առնչությունն իր նախաձեռնության իր կուսակցության հետ։ Այդուհանդերձ նրա քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը չի բացառվում։ Արամ Հարությունյանը նշում է, եթե Քոչարյանը միանա համախմբում կուսակցությանը, դրանից կուսակցությունը միայն կուժեղանա։ Ես համոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը եթե որևէ կուսակցություն որոշի մտնել, որ ասում է այդ կուսակցությունը հաստատ կուժեղանա։ Եթե չեմ սխալվում, ասենք Անդրանիկ Թևանյանն այդ մասին արտահայտվել էր, որ ասենքն դրանից ամենից կուսակցությունը կշահի, բայց դա Ռոբերտ Քոչարյանի որոշելի խնդիրն է, ասենքն ինչպես վերադառնալ իշխանություն։ Ես ինքս անձամբ կուզեի, որովհետև կրկնում եմ, նույնիսկ գոնե այդ 1 տարին, այստեղ խնդիրը այն չի, որ Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, այստեղ խնդիրն է նա, որ այս, ինչպես ասում են, անկանոն վիճակը պետք է վերանա եւ երկրում պետք է հաստատել կարգ ու կանոն, իսկ այսօր ի վիճակի է, եթե ասենք կոնկրետ արագացված տարբերակով, համոզված եմ Ռոբերտ Քոչարյանը։ Ինչ վերաբերում է Քոչարյանի արտաքին քաղաքական ձախողումներին, Հարությունյանն ասում է, սխալներ եղել են, բայց Քոչարյանին վերագրում են այնպիսի բաներ, որոնց հետ ինքն առնչություն չունի։ Հիմա դա անում է Սերժ Սարգսյան, Լևոն Տեր-Պետրոսյան զույգը, ասում է Հարությունյանն, ընդգծելով, որ նրանք ձախողվելու են։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը 97 թվականին գրեց պատերազմի խաղաղությունը, այսինքն հանդես եկավ կոպիտ ասած պարտուղական դիրքերի զիջումների իմաստով նաև, այդ արդեն նշանակում է, որ Արցախը արդեն չկա, Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության թիմի, այսինքն խնդիրն է դարել դա գրել Քոչարյանի վրա, բայց դա այդպես չի։ Գեղամ Նազարյանն էլ շարունակում է Օսկանյանի արտաքին գործերի նախարար լինելու ժամանակահատվածում Հայաստանը բանակցությունների սեղանին ուժեղ է եղել։ Ղարաբաղն էլ բանակցությունների սեղանից Օսկանյանն ու Քոչարյանը դուրս չեն մղել։ Անկեղծ ասած, նման հարցադրումներին կամ մեղադրանքներին, քննադատություններին չենք պատրաստվում պատասխանել, որովհետև դրա տակ, ասենք, ոչինչ չկա, իսկ ոչինչ չլինելուն չենք պատասխանում, հատկապես, որ ասենք, փաստը այն է, որ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարության ժամանակ, երբ արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր, Հայաստանի դիրքերը բանակցային գործընթացներում բավական ամուր էին։ Անհատների շուրջ իրենք չեն համախմբվի, կհամախմբվեն պետության շուրջ։ Գեղամ Նազարյանն ասում է, որ անձի շուրջ համախմբումը հեռուն չտանող ճանապարհ է։ Բացի այդ, իրենք ունեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրենց տարբերակը։ Համախմբումը առաջնորդվում է այն սկզբունքով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը անկախության ճանաչման հասնելու վերջնական նպատակով, այսինքն պետք է հասնենք նրանք, մենք մեր պետությունով, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը անկախության ճանաչման տեսքով հաստատվի եւ ճանաչում գտնի միջազգային հանրության եւ առանձին վերցրած պետությունների կողմից։ Մարիամ Գրիգորյան, Նարեկ Բարսեղյան, Առաջին լրատվական։